Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Երևան տեղափոխվելուց հետո Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրել է մեկ այլ հրամանագիր, որով անվավեր է ճանաչվել 23-ի սեպտեմբերի 26-ին ստորագրված Արցախը լուծարելու մասին հրամանագիրը։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է Ռոման Երիցյանը, նա նաև կցել է փաստաթղթի լուսանկարը, շարունակելով, որ չնայած ոչ այս, ոչ Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագրերը որևէ իրավական ուժ չունեն, այնուամենայնիվ ինքը հրապարակում է այն բոլորին խնդրելով Արցախը լուծարված լինելու մասին այլևս չխոսել։ Ինչու հիմա որոշեց Փաստաբանը հրապարակել այս փաստաթուղթը, որի բովանդակությունն ի դեպ դեռ նախորդ տարի էր հրապարակվել, ասում է շահարկումներից լուծարման փաստաթղթին արվող հղումներից խուսափելու համար, ինչի նախադեպերը այսօր կան։ Օրինակ, Ստեփանակերտի քաղաքապետին այդ հրամանագրի հիման վրա առաջադրվել է մեղադրանք։ Ասմատնայեք կայացվել է հրամանագիր, համաձայն որի քո լիազորությունները դադարեցված են, այնուամենայնիվ դու ինչ-որ լիազորություն ես իրականացնում։ Փաստաբանը պատմում է հենվելով հրամանագրի բովանդակության վրա Հայաստանում տարբեր անձանց, այդ թվում արցախյան համայնքների ղեկավարներին եւ ավականու անդամներին առաջադրվել են քրեական մեղադրանքներ, պատճառաբանելով, որ Արցախի պետությունն ու համայնքները լուծարված են, իսկ պաշտոնատար անձանց լիազորություններն էլ դադարեցված։ Հետևաբար նրանց կողմից այս կամ այն լիազորությունն իրականացնելը քրեորեն պատժելի է։ Ու թեև հասկանում են, որ այս փաստաթղթերը երկուսն էլ հակասում են թե Արցախի մայրօրենքին, թե հրամանագրից բարձր իրավաբանական ուժ ունեցող այլ իրավական ակտերի դրույթներին, ուժի մեջ չեն մտել եւ հետևաբար որևէ հետևանք անգամ առաջացնել չեն կարող, բայց նմանօրինակ դեպքերից խուսափելու համար է կարիք առաջացել երկրորդ հրամանագիր, որի մասին նախագահ Շահրամանյանը պաշտոնական նամակով տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության իշխանություններին։ Հաշվի առնելով միջազգային հարթակներում Հայաստանի Հանրապետության իշխանության ներկայացուցիչների կողմից Արցախը լուծարված լինելու վերաբերյալ եզրույթն օգտագործել եւ այդ հրամանագրին հղում կատարելը, Արցախի Հանրապետության նախագահը ստիպված եղավ այդ նույն հարթակում հայտնել հրաման, դեպքին որևէ իրավաբանական ուժ չունեցող, որով չրյալ է համարել իր իսկ կողմից կայացված Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիրը։ Նախ երկրորդ հրամանագիրը կայացվել է առաջին հրամանագրի հետագա շահարկումներից խուսափելու նպատակով, այսինքն որպեսզի հենց այդ շահարկումները չլինեն։ Հիմա դուք եք օրինակ հասկանում եք, որ այդ հրամանագիրը ուժ, բայց այնուամենայնիվ հանրության որոշ շրջանակներ չեն էլ հասկանում անգամ, որ այդ հրամանագիրը չունի իրավաբանական ուժ։ Միայն Արցախի տարածքային կորստով Արցախի էջը փակված մի համարեք, ամփոփում է Արցախի փաստաբանը, ասում է, Ադրբեջանը մոտ 30 տարի Շուշիի, Աղդամի եւ այլ համայնքների ղեկավարներ է ունեցել։ Հռոմի Լեո 14-րդ Պապը հանձնառություն է հայտնել գործադրելու բոլոր ջանքերը, որպեսզի աշխարհում խաղաղությունը տիրի։ Նա վերահաստատել է Սուրբ Աթոռի պատրաստակամությունը հնարավոր ամեն ինչ անելու, օգնելու դեմ առ դեմ բերել թշնամիներին, որպեսզի նրանք խոսեն միմյանց հետ եւ ժողովուրդներն ամենուր հույս գտնեն եւ վերականգնեն խաղաղության արժանապատվությունը։ Հռոմի Պապը կոչ է արել երկխոսել եւ չբաժանել հակամարտության կողմերին վատերի ու լավերի։ Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցների 17-րդ փաթեթը։ Նոր պատժամիջոցն ուղղված է Ռուսաստանի ստվերային նավթային նավատորմի գործունեության դեմ։ Եվրոպան սպառնում է շարունակել պատժամիջոցները, եթե Մոսկվան չհամաձայնվի Ուկրաինայում հաստատվելիք հրադադարին։ ՄԱԿ-ի հրատապօգնության համակարգող Թոմ Ֆլետչերը քննադատել է Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում, ասելով, որ Իսրայելը դիտավորյալ եւ ամոթաբար անմարդկային պայմաններ է պարտադրում օկուպացված պաղեստինյան տարածքում գտնվող խաղաղ բնակչությանը։ Ֆլետչերն ասել է, որ մարդասիրական օգնության մուտքի արգելափակումը Գազայի հատված անկլավի բոլոր 2.1 միլիոն բնակիչներին լայնածավալ սովի վտանգի տակ է դնում։ Ավելի քան 10 շաբաթ Գազա ոչինչ չի հասել, ոչ սնունդ, ոչ տեղորայք եւ ոչ ջուր, ոչ վրաններ, ասել է ՄԱԿ-ի հրատապօգնության համակարգողը։ Հարևան Թուրքիայում կարծում են քրդական բանվորական կուսակցության ինքնալուծարումը երկրի պատմության նոր էջն է, բայց երաշխիքներ է պահանջում երկրի նախագահ Էրդողանն ուժայիններից, որ քրդերը հանկարծ չփորձեն խուսափել հյուսիսային Իրաքի լեռներում կուսակցության 12-րդ արտահերթ համագումարի ժամանակ ընդունված որոշումների կատարումից։ Մեր անվտանգության ուժերն ու մյուս կառույցները պետք է ուշ-ուշով հետևեն այս գործընթացին, որպեսզի դրա ժամանակ որևէ անցանկալի միջադեպ տեղի չունենա, իսկ խոստումները, որոնք հնչել են, կատարվեն։ Պատմական իրադարձություն է անշուշտ, ասում է թուրքագետը, պատճառները բազմաթիվ են աշխարհաքաղաքականից մինչև ֆինանսական, բայց ավարտված է քրդական պայքարը, զինվածը միայն մեկնաբանում են քուրդ գործիչները։ Քուրդ գործիչները Թուրքիայում դեմ կուսակցության մաս են կազմում, որը խորհրդարանում ներկայացված է։ Նրանք էլ են ողջունել այս գործընթացը։ Եվ հիմա սա նշանակում է կամ նրանց կողմից ներկայացնում է ոչ թե քրդերի պայքարի ավարտ, այլ զինված պայքարի ավարտ։
Հետաքրքրական է, որ թուրք հասարակությունն ու տարբեր գործիչներ խիստ տարբեր են մեկնաբանում կատարվածը։ 1970-ականների վերջին ստեղծված եւ 1984-ից թուրքական պետության մեջ զինված պայքար մղող քրդական բանվորական կուսակցության լուծարումից հետո ըստ թուրք ընդդիմադիրների Էրդողանը պատրաստ է քրդերի հետ հաշտեցման մի նոր գործընթաց սկսել, որի դիմաց խորհրդարանում ներկայացված քրդամետ կուսակցությունը կքվեարկի սահմանադրական փոփոխությունների օգտին, որոնք էլ իրենց հերթին Թուրքիայի նախագահի համար ճանապարհ կբացեն դեպի պաշտոնավարման եւս մեկ վերջին ժամկետ։ Բայց կարծիք կա նաեւ, որ այսպիսով Էրդողանը կորցնում է ընտրություններում օգտագործվող քաղաքական կարևոր հենարաններից մեկը։ Գործընթացը սակայն այսպես թե այնպես բարձրացնում է թուրքական իշխանության հեղինակությունը, կարծում է թուրքագետը։ Թուրքիան նոր հնարավորություններ է ստանում մեր դահոր արևելքում։ Եվ Թուրքիայի համար շատ կարևոր է, որ ինքը այդ կազմակերպությունը պետական, որը զենքը ձեռքին պայքարում է իշխանության դեմ, այդ կազմակերպությունը վերանա։ Դա իր հեղինակությունը կբարձրացնի, իշխանությունը կուժեղացնի, դա ակնհայտ է։ Էրդողանը սա կօգտագործի իր դիրքերը երկրի ընտրազանգվածում ավելի ուժեղացնելու համար։ Նախագահական ընտրություններ Թուրքիայում 2028-ին են նախատեսվում, բայց 3 տարի անց Էրդողանը տարիքի պատճառով դրանց մասնակցել չի կարողանա։ Պարզից էլ պարզ է։ 7 տասնամյակը բոլորած նախագահին արտահերթ ընտրություններ անցկացնելու պատճառներ, աջակցություն ու նաև դրանցում բացարձակ առաջատար լինելու հեղինակություն է պետք։ Քիմ Քարդաշյանը Փարիզի դատարան է ներկայացել 2026 թվականի կողոպուտի գործով շքեղ $3 միլիոն արժողությամբ ադամանդե վզնոցով։ Նա դատարանում ցուցմունք է տվել ավազակախմբի անդամների դեմ, ովքեր զենքի սպառնալիքով թալանել էին իր հյուրանոցային համարը։ Քարդաշյանը սև բաճկոնով, կիսաշրջազգեստով եւ արևային ակնոցներով ձեռքով է արել ամբոխին եւ մամուլին։ Ճապոնական Nissan ավտո արտադրողը հայտարարել է, որ ամբողջ աշխարհում կրճատելու է եւս 11,000 աշխատատեղ եւ փակելու է 7 գործարան։ Չինաստանում վաճառքի անկումը եւ Միացյալ Նահանգներում նրա երկու ամենամեծ շուկաներում մեծ զեղչերը ծանր հարված են հասցրել եկամուտներին։ Վերջին կրճատումները ընկերության կողմից անցյալ տարի հայտարարված կրճատումների ընդհանուր թիվը հասցնում են մոտ 20,000-ի կամ աշխատուժի 15%-ի։ Դեռևս հայտնի չէ, թե որտեղ են տեղի ունենալու աշխատատեղերի կրճատումները։ Յուրաքանչյուր քաղաքացի առողջապահության ապահովագրության համար ամեն ամիս նվազագույնը 13,700 դրամ է վճարելու։ Պատասխանատու գերատեսչության առողջապահության նախարարության կողմից շրջանառվող նախագիծը թեև դեռ քննարկումների փուլում է, բայց արդեն հասցրել է մտահոգել փորձագետներին։ Արձանագրում են, գործատուները մասնակցություն գրեթե չեն ունենալու, արդար չէ։ Ինդեքսավորման համակարգ չունենք Հայաստանում աշխատավարձերի, այսինքն գնացին զուգահեռ, որ աշխատավարձի դարձածում տեղի չի ունենում եւ դրա հետ մեկտեղ էլ մենք ունենալու ենք լրացուցիչ վճար եւ աշխատողի այսպես մաքուր եկամուտը պայմանական ասած իջնելու է, նվազելու է։ Ապահովագրավճարը տարեցտարի կարող է նաեւ թանկանալ, դե պայմանավորված հենց օրինակ առողջապահական ծառայությունների գների թանկացմամբ։ Դեռևս ուսանողները, ովքեր չեն աշխատում, կարծես դուրս են այս պահի դրությամբ այդ կարգավորումից առողջապահական համակարգի մասնակցությունից, ասում է, որ ծնողը կամ պիտի վճարի ուսանողի համար բժշկական ծառայությունների կամ պիտի ներառի իր փաթեթում եւ լրացուցիչ վճար անի, որը նույնպես էլ ավելի մեծ ծախսի է հանգեցնել։ Զարգացող երկրներում բոլոր ապահովագրական մոդելները դրանք ուրեմն սոցիալական մոդելներն են, այսինքն հարուստներն են վճարում միջին եւ աղքատ խավի համար։ Իսկ մեր ապահովագրական մոդելը լրիվ հակառակ մոդելն է, այսինքն աղքատները եւ միջին խավը վճարում է հարուստների համար։ Սիրտանոթային հիվանդություններ, քաղցկեղ, դիաբետ, տրավմաներ մեր երկրում ամենաշատը առողջության հետ կապված հենց այս խնդիրներն են հանդիպում։ Ուրեմն դրանց ծախսերն էլ կփակի ապահովագրությունը։ Նախարար Ավանեսյանն էլ ավելի վաղ էր տեղեկացրել։ Այսինքն ստացվում է, որ ամսական նվազագույնը 13,700 դրամ ենք վճարելու սահմանափակ ծառայությունների համար։ Ավանեսյանը հիմնավորել էր նաև ապահովագրություններն ընդհանրապես ամեն ինչ չեն փակում։ Պետական հատերը այսօր հատվածական լուծումներ են բերում մեր համակարգում։ Ապահովագրական փաթեթը ունի ճիշտ նկարագրություն, ինչպես կանխարգել է, վաղ հայտնաբերել է, բուժել եւ վերականգնել։ Սա շատ կարևոր ընթացք է, որը մենք պետք է ապահովենք եւ սրա արդյունքում է, որ ունենալու ենք
ավելի լավ արդյունքներ։ Առողջապահական համընդհանուր ապահովագրության համակարգը, հիշենք, փուլային տարբերակով պետք է արդեն ներդրված լիներ Հայաստանում, սակայն համակարգը չգործարկելու գոնե ֆինանսների նախարարության վերջին պատճառաբանությունը փող չունենալու մասին էր, իսկ ի վերջո երբ կունենանք այն դեռ բազմանշանակ լռություն է։